Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է, այսօր մենք ուղիղ միացում ունենք, ուղիղ մեզ համար, ձեզ համար իհարկե տեսագրված տարբերակով միացում ունենք Մադրիդ, որտեղից ինձ հետ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարի։ Գրիգոր ջան, մենք եթերից առաջ խոսում ենք շոքերի մասին, շոքերը ոնց որ համատարած են, հա, գլոբալ աշխարհը դարձել է շոկ, մենք այդպիսի մի հայտնի տեսահոլովակ կար, չէ, աշխարհը ցուրտ է եւ չգիտեմ ինչը, հիմա լրիվ հակառակն է, դու էլ կհիշես։ Դե Հայաստանում շոկա ոչ միայն եղանակային, շոկա նաև քաղաքական իմաստով, կարելի ասել թեժա, սկսած այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում կախված ապօրինի գույքի բռնագանձման հետ, կապված կոռուպցիոն զանազան դրսևորումների ու երբ որ լսում ենք այդ տասնյակ հարյուրավոր գույքերի բանկային հաշիվների, դրանց արժեքների, այսինքն դրանք չհիմնավորված, հա, գույքեր են, կամ ասենք կասկածելի ծագում ունեցող ֆինանսներ են, էդի բուրգի երևացող հատվածն է, հա, ասինքն պատկերացնում ես ինչ կա այդ այսբերգի այն չերևացող մասում։ Գագի ջան, առաջին հերթին ինձ գիտես ինչն է ապշեցնում։ Մարտարարածի այդ ագահության աստիճանը, ասենք, երկրորդը այդ մարդիկ իրաց տունը երեխեք ունեն, չէ, երևի, ես մտածում եմ, ասում եմ, հիմա պատկերացնում ես, ես ամեն օր գալիս եմ տուն, ասում եմ, այսօր կամ այդ երեխեքը ոչ մի բան չեն իմացել, որովհետև գիտես ինչ եմ, նայ, ասում եմ 280 անշարժ գույք, չէ, մի հոգին, պատկերացնում ես ինչ իմաստ ենք խոսում, ասենք 280 անշարժ գույք, լավ այդ մարդիկ ասում եմ ընտանիքում, ասենք կինը, երեխայը, չեն ասել, ասենք, այ մարդկամ, այ պապա, այս ինչ է կատարվում, այս ինչ է անում, այս ինչ ենք անելու այս քանը, պատկերացնում ես Գագիկ այդ մարդկանց, ասենք նա հիմա այս թեման որ խոսում են, դրանից շատ մեծ բաներ է կախված, էլի, որպեսզի պետությունը դառնա պետություն, էլի, երկիրը դառնա երկիր, ազգը դառնա ազգ, էլի, ասենք երեք ընկերներիս հետ բանով, կատակով խոսում էինք, ասում եմ հլը պատկերացրա, դրանց այդ Factor TV-ի նարեկներ, չէ, մի հատ այդպես նյութան է, որ մի անգամից բանը, բոլոր այդ բռնագրաված բաները, ասենք մի նյութում շարային պատմում էր, էլի, ու կտա ընկերներով նայում ենք, ասում եմ, պատկերացնում ենք, ասում եմ, ամեն մեկիդ, ամեն մի գույք որ ունեն, տուն, էլի, ասենք, չէ, ամեն մեկի մեջ, որ մի հոգի մարդ է լապրի, ասենք, այդրանք հերիքա դրա զայներ էլի, որ իրանք բանը ամեն ընտրություններին, պատկերացնում ես դրանց թալանի քանակը, ինչա, ինչ մեր նման պուճուր պետության մեջ է, էլի խոսքը գնում։ Դե գիտես, այս է տարօրինակը, որ, չգիտեմ, օրինակ իմ կարծիքով, հա, հարստանալու մեջ ոչ մի վատ բան չկա, ինչքան շատ հարուստ մարդիկ լինեն Հայաստանում, այնքան նշանակում է Հայաստանը ավելի հարուստ է, հա, որպես երկիր, բայց երբ որ այդ հարստությունը չգիտես որտեղից, չգիտես ինչպես, բայց հիմնականում ժողովուրդը լավ էլ գիտի որտեղից, լավ էլ գիտի ինչպես, ի հաշիվ, չգիտեմ, բանակի, ի հաշիվ բյուջեի, ի հաշիվ պետական գույքերի, հա, եթե ես կարող եմ գնալ ու մի, չգիտեմ, դիցուկ 4 հարկանի շենք գնել 1 միլիոն դրամով, հա, այդ ցանկացած մարդ էլ այդ 1 միլիոն դրամը կարող է պարտքով վերցնել, գնալ այդ գույքը գնել ու ինչ-որ մի բան դրանից ստեղծել, հա, բայց իրականում այդ հնարավորությունը բնականաբար տրված էր նեղ շրջանակին, բնականաբար իրենք էլ այ քո ասած պրոցեսը իրենց մոտ տեղի չէր ունենում, հարց չէր առաջանում, ոչ ընտանիքում, ոչ ընտանիքից դուրս, ընդհակառակը պատիվ էր, հարգանք էր, ճակերտներում իհարկե էլի, անցնող դառնողների համար սենց աչքը գերան մտցնել էր, որտես իմ ապարանքը դրան էլ գումարի անպատժելիության
Դրան էլ գումարի անբաժանելիության գործոնը, որ մտածում էին, որ ասենք, գիտես ինչ, պայմանավորվածություն կար, որ կլաններով պետք է պետություն շակերտների մեջ ասենք այդ դեպքում, որ կլաններով պետք է շարունակվեր։ Այսինքն դու միայն այն դեպքում դու կարաս այդ աստիճանի թալան անես, որ ինչքան համոզված պետք է լինես, որ անպատիժ ես մնալու։ Հələ չհաշված իրանց արած, ասենք, անմարտկային մարդկության նկատմամբ անմարտկային հանցագործությունները։ Հասկանում ես, այդ անպաշտ հիմա դրա համար էլ ժողովուրդը, որ նոր ասում ես Գագիկ ջան, ամեն ինչ գիտի, բնական ամեն ինչ գիտի, դրա համար ժողովրդի պահանջը միայն թալանի հետ բերելը չի, ժողովրդի պահանջը դրանք պետք է նստեն, այդ է ուզում ժողովուրդը, որովհետև այդքան այդ գույքերին տիրանալը հազարավոր ճակատագրեր են, չէ՞ խորտակվել։ Հենց այնպես չի եղել, որ դա միայն պետությունից չի եղել այդ թալանը։ Դա եղել է ինչքան սեփականատերեր են եղել, որ իրանց իրոք, գիտես տեղի վերջնական ինչ է կատարվել։ Ով իրոք իր քրտինքով որ աշխատել է ինչ-որ մի բանի հասել է, այդ մարդիկ իրավունք չեն ունեցել օգտվելու դրանից։ Իրանցից ամեն ինչը խլվել է։ Ամեն ինչը թալանվել է իրանցից, սեփականը շնորհվել է։ Եթե ես օրինակ բերեմ, ասենք նույն սեփականաշնորհումը ժամանակին որ տեղի ունեցել, հա, Հայաստանում, էլի չակերտավոր սեփականաշնորհի, նույնպիսի սեփականաշնորհում տեղի ունեցել նաև Բալթյան երկրներում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, բայց այնտեղ տեղի ունեցել լրիվ արդար սեփականաշնորհում, ավելին տեղի ունեցել սեփականության վերադարձ, հանել են արխիվները, գիտես, նախքան որ խորհրդայնացումը, բռնի ուժով որ խորհրդայնացրեցին իրանց պետությունը, նախքան այդ, այո, այն որ ասում է կուլակատապ են արել, այդ ամեն ինչը հետո իրանք օրինական ձևով հետ բերեցին, դա որ սկսեց օրենք գործել, էլի։ Դե հենց, տես դու լավ տերմին հիշացրեցիր, էլի, կուլակաթափ, հա, ինչ է նշանակում, այդ նշանակում էր այն ժամանակ, երբ որ Հայաստանը բռնակցվեց խորհրդային միությանը, օկուպացվեց խորհրդային միության կողմից, Հայաստանում ինչքան գործարար, ասենց ոտքի կանգնած, հա, մարդիկ կային, բոլորը հռչակվեցին կուլակներ, կամ աքսորվեցին Սիբիր, կամ գնդակահարվեցին։ Արամյանը մեծ օրինակ դրանց, ասենք, նրանցից մեկը, ասենք, իսկ նրանք հազարներ էին, և պարզա չէ, որ երկրի են գործարար, գործունյա խավը ուղղակի այսպես, դանակի մի հարվածով ոչնչացվեց։ Գլխատեցին, էլ չեմ խոսում մտավորականության մասին, էլ չեմ խոսում սպայական կազմի մասին, ինձ թվում է ավելին, Հայաստանը պետք է նաև քաղաքական գնահատական տա առաջին հանրապետության պատմությանը և հենց այն ինչ որ տեղի ունեցավ, տես օրինակ Ալիևը ռիսկ արեց, Ալիևը հելավ բացահայտ ասեց, որ Ադրբեջանի խորհրդայնացումը դա օկուպացիա էր և խորհրդային տարիները եղել է Ադրբեջանի օկուպացիայի տարի, բայց նույն բանը տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանում, իհարկե։ Հələ ի տարբերություն մնացած բոլոր երկրների, Հայաստանը եզակի հանրապետությունն է այդ խորհրդային բոլոր հանրապետությունների մեջ, որը ապստամբել է, տապալել է խորհրդային կարգերը, ցավոք մի քանի ամիս տևեց, խորհրդային բանակը ավելի մեծ ուժերով մտավ, ճնշեց ապստամբությունը։ Ու երբ որ գնահատական չի տրվում այդ ժամանակվա իրադարձություններին, գալիս են այսօրվա իրադարձությունները, գալիս է այսօրվա Ռուսաստանի ոչ բացահայտ, բայց տնտեսական ներխուժումը Հայաստան կամ տնտեսական պատերազմը Հայաստանի հետ, որը եկավ հասավ նաև ձկներին հիմա էլ։ Բանը, բայց գիշում ես հաղորդումների ժամանակ շատ ենք խոսում, ասում ենք իրանց քաղաքականությունը հետ է, չէ, սիրում են իրանք իրանց ոտին կրակել։ Մեկը Գագիկ ջան, վերջը ցույց է տալու իրանք այդպես այդ իրանց էմբարգոները, արգելքները մեր արտահանման վրա իրանց ավելի շատ վնաս տալու, քան թե Հայաստանին։ Իհարկե։ Ավելի շատ
Ավելի շատ իրենց է վնասում։ Հայաստանի կառավարությունը արգելել է ԵԱՏՄ երկրների արտադրված տոմատի մուտքը Հայաստան։ Դա առաջի քայլն է, այսինքն Հայաստանի այդ Հայելային, որ ասում է հայելային, չէ՞։ Այո, Հայաստանի պոմիդոր լոլիկ վերամշակող կազմակերպությունները հիմա հանգիստ կարող են ավելի մեծ քանակներով մթերում անել եւ ներքին շուկան ապահովել հայկական վստահ եմ 1000 անգամ ավելի որակյալ տոմատով։ Որակով, հաստատ։ Ու այդ բանը պետք է անել կիրառել նաեւ մյուս սննդամթերքների նկատմամբ։ Այդ պարագայում մենք կազատվենք ԵԱՏՄ երկրների կասկածելի ծագման բազմաթիվ ապրանքներից, որոնք այսօր մեր ժողովուրդը ստիպված օգտագործում է, մտածելով, որ ռուսական կաթնամթերքը կարող է ավելի լավն է, քան հայկականը, կամ, չգիտեմ, մակարոնեղենը, հրուշակեղեն ավելի լավն է, քան հայկականը։ Անգամ կողքը չի կարող կանգնի։ Ասենք ինձ համար կոնկրետ դա մի քիչ ծիծաղելի է, որովհետև եթե մի բան կա աշխարհում, որ կարելի է արտադրել, եթե հայը ուզեցավ, անպայման ոչ մի բանով չի զուջելու որակը։ Ես չեմ խոսում որպես հայ, էլի, ես ուղղակի դրա ապացույցը հիմա նայ, էլ եմ ասում, մի քանի տարի առաջ, ընդամենը մի քանի տարի առաջ, որ հələ ասենց տուրիզմը ասենց զարգացած չէր, մենք բոլորս ես ասում եի, Վրաստանի նման հաց տվող տեղ չկա։ Ես այսօր քեզ համոզված կարող եմ ասել, Գագիկ ջան, որ Հայաստանը աշխարհի մակարդակով, աշխարհի մասշտաբով, ուղղակի դե բնական է, մենք այն երկիրը չենք, որ ասենք միլիոններով, օրինակ Իսպանիան, ասենք տուրիզմով առաջի տեղը, չէ՞, այսօր Ֆրանսիայի հետ զիջում են։ Այդ քանակը չենք կարող ապահովել, բայց եկածներին, ով որ գալիս է Հայաստան, ով բռնած ծանոթներից, տուրիստներից, հələ հարցերա, աշխարհում ոչ միտեղ տենց հաց չեն տալիս, ոնց որ Հայաստանում։ Այսինքն, ինչ կատարվեց։ Որտեղ որ հայը տեսնի, եթե դա օգուտ բերող, դա եկամուտ է բերելու, եկամուտ բերելու, ինքը որ սկսես դրանով հայը, դրանով զբաղվի, Գագիկ ջան, համոզված եմ, հաստատ, թեկուզ Աստվածտա ներկա լինենք, որ վաղը Հայաստանը սկսի օրինակ, մեքենաշինությամբ զբաղվի, ինչ որ մեքենա արտադրի Հայաստանը, հաստատ դե մենք հələ նայ ինչ երեխեք ունենք, հələ մեր ուղեղները նայ, Գագիկ ջան, ո՞նց կարող է, չկարանա հայը ուզենա, չկարողանա, օրինակը բերենք, հələ աշխարհի բոլոր երկրներում, այդպես գիտնական թվան սֆերա չկա, որտեղ հայ չլինի։ Գոյություն չունի այդպես պետություն։ Օրինակը Իսպանիայից հայկական ռազմարտությունաբերությունը Գրիգոր ջան։ Ով կպատկերացներ սրանից 10 տարի առաջ, որ 5-10 տարվա մեջ, 10 տարի չէր լրացել ասա։ Այսօր կարողանում է քարտեզի վրա չերևացող մի հատ երկիր կարողանում է զենք արտադրել, վաճառել արդեն։ Իսկ եթե դու զենք ես վաճառում, ուրեմն այդ գնողն է բնական է, ասենք իր որակը պետք է մեծ բարձր լինի, չէ՞ որ հնարավոր լինի վաճառել դա։ Ու ինչ մնաց, չկարանա հայը սնունդի մեջ լիդեր լինի։ Երեք չէ մի սորը մի հատ մարդ ասում էր, «Էս ինչ են բանը, ասում աշխարհի ամենաուժեղ ձուկ արտադրող արտահանողը դա Նորվեգիան է, մենք ուզում ենք նորվեգական շուկայի հետ մրցենք ով է մեզ Եվրոպա»։ Այ տղա ջան, եղբայր ջան, ընկեր ջան, մտածում ես ինչ ես խոսում, ոնց է, ինչ կապ ունի Նորվեգիան Հայաստանի հետ, որ Հայաստանը ընդամենը կարող է արտահանել եվրոպական շուկայի 0.00 սպառվող 0.00-ներով ինչ-որ մի տոկոս, որ Հայաստանը չի էլ կարող այդ աստիճանի արտահանի, ինչքան որ Եվրոպայում սպառվում է մի ժամում։ Սպառվում է։ Ինչ համեմատություն է դա, այսինքն ասում է, հետո խոսքը տարավ ասում է, դե բանը, հենա Ռուսաստանը հազիվ շուկա ունեինք էլի Ռուսաստանի հետ։ Այսինքն ինչ համեմատելու բան է դա։ Այսօր վարչապետը մի հետաքրքիր բան ասեց Գրիգոր, կառավարության նիստի ժամանակ, որ շատ հետաքրքիր էր, միտքը շատ հետաքրքիր էր, ասում է
այն հարկերը, որ մուծում է ձկնարդյունաբերության ոլորտը Հայաստանի պետական բյուջե, ու այն ծավալները, որ պահանջվում են, ջրի ծավալները, որ պահանջվում են այդ ձուկը արտադրելու եւ ըստ այդմ այդ ձկան վաճառքից հարկերը վճարելու ընդհանրապես անհամադրելի են, այսինքն որքան այս ջրասակավ, դե ջրասակավ նկատի ունենք Արարատյան դաշտը, չէ՞ որ այդ ձկները աճացնելու համար օգտագործում են արտեզյան ջրեր։ Արտեզյան ջրեր։ Այսինքն, հա, ընդերքի ջրերն են օգտագործվում։ Այդ նույն ընդերքի ջրերը կարող են օգտագործվել ասենք ոռոգման համար, այն տափաստանային տարածքների խոսքը գնում է հսկայական հազարավոր լիտր, միլիոնավոր, այո։ Ընդ որում բոլորովին էսի չի ենթադրում ասածս, որ պետքա ձկնարդյունաբերության գլխին քար գցել, չէ, բայց պետքա ուրեմն արտադրեն համապատասխան չափորոշիչներով ձուկ, այլ ոչ թե ինչ որ կասկածելի որակական հատկանիշներով ձուկ, չէ որ մենք ինքներս, ես երբ որ գնում եմ ձուկ գնելու, անպայման հարցնում եմ, էդի հոսող ջրի տակ աճացրած ձուկա, թե կանգնած ջրավազանում աճացրած ձուկա, դրանք տարբեր բաներ են, բայց այդ ձկները չէ որ արհեստական կերակրվում են, այսինքն այդ կերի որակը ոչ ոք չի կարող ստուգել, հա, գնորդի մասին է խոսքը, տեղեր կա, դեպքեր կա, երբ որ ասենք փորձում ես այդ իշխանը ֆանտաստիկ համեղ է, բայց դեպքեր լինում է փորձում ես այնց մի տիղմի համա գալիս, որ ուղղակի սիրտդ խառնում է։ Ի վերջո, հələ մենք խոսում ենք ռուսական շուկայի մասին, չէ՞։ Ինչի համար մենք պետքա կողմնորոշվենք ռուսական շուկայի վրա։ Եվ որակն է ըստ այդմ լինի այդ կողմնորոշման տրամաբանության մեջ, ավելի լավ չի կողմնորոշվենք այո եվրոպական չափորոշիչներով, այո Նորվեգիան նույնպես աճացնում է թառապ, հա, բայց նորվեգական թառապը աճացվում է կանգնած ծովի այդ բաների շրջանակների մեջ, այսինքն այդ կենթանիները մաքուր ջրի մեջ են, այսպես կարելի ասել, ըստ այդմ հա էլի արհեստական կերակրելու, բայց լրիվ ուրիշ որակ ունեն։ Դու հաստատ փորձած կլնես նորվեգական ձկնամթերքը։ Դե 90% Իսպանիան ձկնորսական երկիր է, բայց ամեն դեպքում հասած կլինի 70-80%-ը Նորվեգիայից է։ Հա, եւ ամեն դեպքում մեր գործարարները փառք ու պատիվ իրանք աշխատանք են անում, երկիր են կերակրում, ժողովուրդ են կերակրում, այն ինչ որ մենք հիշում ես, ինչ տեղի ունեցավ, մենք դրա մասին խոսեցինք, ինչ տեղ ունեցավ ցուրտ ու մութ տարիներին, Սևանի սիգը փրկեց Հայաստանը, ըստ այդմ ես առաջարկություն ունեմ, մենք իրար խոսել ենք, այո, սիգին արժանի է, սիգին արձան, աշխարհի ինչքան երկրներ են, բազմաթիվ երկրներ են, գոնե թե Սևանի ափին կարող են սիգի արձան կանգնեցնել, ընդ որում սիգը այսօր որ մեր ժողովուրդը օգտագործում է, թերևս Հայաստանի բնական ամենամաքուր սննդամթերքն է։ Հետո մի բան ասեմ, գիտես որ սիգը մեր ուղակի որ պահեր որ դարել էր 100 դրամ, չէ՞ սիգը։ Ասենք, գիտես ինչ, ինքը այդ աստիճանի տենց բան ձուկ չի, տենց ասեմ ցածր որակի, որ ուղակի մեր մոտ որ ինքը ահավոր էժան էր, պահերա որ չէ, ասենք ինքը բան ձուկ է, ասենք կլասով Այդպես ցածր ձուկ չի էլի, որ բան անես։ Ես ռուսական բազմաթիվ վիդեոներ եմ տեսել, Գրիգոր ջան, կներես որ ընդհատեցի։ Այդ ռուս տուրիստները գալիս են անպայման գնում են Սևան եւ անպայման Սևանում փորձում են սիգը, լփլփացնելով մատները լպստելով ուտում են ու ասում են, «Էդի ռուսը, որը որ բնականաբար այնքան ձկնամթերք ունի Ռուսաստանում, որ համադրելի էլ չի, ասում է, այ քեզ համեղ բան»։ Ահա, ուժեղ ձուկ է սիգը։ Համով է, շատ համով է։ Եվ այդ առաջարկը մենք անում ենք, գոնե թե Գեղարքունիքի մարզը կարող է դրա մասին մտածի, դա կարող լինի նոր տուրիստական կետ,
որ այս ինչ տեղում էլ, ասենք, ձկան արձանն է դրված, որը որ ժամանակին մի ամբողջ երկրի, մի ամբողջ ժողովրդի փրկել է սովից։ Կողքնել հերթական ուժեղ ռեստորանը կբացվի հա, որտեղ կվաճառվի սիգը։ Սիգը։ Ինչ է կատարվում Սևանում, ասում է այս բանը, տուրիստների Ահավոր չկա ռեստորաններում, հա, ասում է ռեստորաններում տղեկ ասում են, չես կարա գնաս, պետք է հերթ կանգնես, որ հաց ուտես, ասում է։ Իհարկե մենք էլ ենք բախվում հիմա նույն խնդիրների հետ, ինչ որ վրացիները հարևան, նախ աննախադեպ հոսք է տուրիստների, ընդ որում գիտես ինչն է հետաքրքիր, որ միայն ռուսները չեն, բազմաթիվ տուրիստներ կան։ Ես հիմա հետևում եմ մի իտալացի գիդի, հա, զբոսավարի էջին, YouTube-յան էջին, ով Իտալիայից իտալացի տուրիստներ ա բերում Հայաստան, որոնք ուղղակի շշմած ու հիացած են Հայաստանով։ Հայաստանի սնունդով, դու պատկերացնում ես, չէ, երես առած իտալացին, ու մասին ենք խոսում, իտալացու մասին ենք խոսում, որոնք հիացած են հայկական այդ ռեստորանների մատուցան ձևից, սպասարկումից, սննդի որակից։ Այդ քո ասացի ապացույցն է, որ հայը կրեատիվությունը ուժեղ է, համ ձևավորման մեջ, համ էլ համերի մեջ։ Շատ ուժեղ են հայերը ախր։ Եւ ամենաուժեղը գիտես, ջանգյուլում քան են գելի մենք մեզ, բայց իրոք որտեղ վատից էլ ենք դե խոսում, հիմա վատին էլ վատ ենք ասում։ Իմիջայլոց բանը աշխարհի առաջնությունը ուղղակի հարմար չեղավ այդ թեմայով, որովհետև մի հաղորդում չարեցինք, չէ։ Բանը հետևորդներից ասել էին, չէ, որ կգուշակի։ Հա, ճիշտ գուշակի ինձ չլինի էլի Գագիկ ջան, մենք բան ենք խոսք տալի ու չենք անում։ Այդ օկտատերը, որ ընդեղ երկու օք էին, մեկը ես էի, դե ես ինձ նվեր չեմ անի, ես ասեցի, ես ընդեղ բոլորը երևի ով կարդա չգիտեն են, որ ես եմ, ընդեղ Գրիշո 13, որ գրած օկտատեր, դա ես եմ։ Ես գրել էի, որ ֆինալում եզրափակիչում խաղալու են Իսպանիա, Արգենտինա կամ Իսպանիա, Բրազիլիա ու Իսպանիան հաղթելու է։ Այսինքն մեկը ես եմ, ես ինձ նվեր կանեմ, էդի հետ։ Բայց մի օքի էլ կա, չէ, որ ասել էր, որ Իսպանիան է հաղթելու։ Ես եթե օկտատերը լսում է կամ հաղորդումը Գագիկ ջան, թող կապնվի կանձամ քեզ հետ, իր անուն, ազգանուն թողի, որ մենք խոստացած շապիկը ու ես ասենց ասեմ առաջարկ անեմ, եթե ինքը Ռեալ Մադրիդից էլ է, ասենք հենց կոնկրետ Կուկուրեայի կարանք ստորագրությունը, քանի որ ինքը արդեն Ռեալ Մադրիդի խաղացող է, եթե համամիտ է, թող քեզ հետ կապնվի ու մենք մեր խոստումը կկատարենք անպայման։ Հա, բնականաբար, ես ունեմ նաև Facebook-յան էջ, դու էլ ունես, հա, կարող են կարող կապնվի մեր հետ, ես եթե ոչ մի բան չփոխվի, առաջ Աստված սեպտեմբերին գալիս եմ Հայաստան, մի շաբաթով կգամ, մենք իրար հետ էլ կհանդիպենք անպայման ու բնական է։ Ու մարդու նվերը կբերենք իր նվեր որն է, դա նվեր չի, դա մարդը ինքը դա աշխատել է, ասենց ասենք, նվեր չի, աշխատել է մարդը դա, իր հասանելիքն է։ Այդ որ խոսում էինք մեր մոտ այդ որակից, սննդի որակից, հետաքրքիր բան էլ տենդենս էլ կա, բոլոր այն տուրերը, որ կազմակերպվում են Հայաստան, Վրաստան, չէ, Վրաստան, Հայաստան, նորից Վրաստան, Հայաստան, հա, շատ են, օրինակ Իսպանիայում շատ են իսպանացիք այդ տուրերին մասնակցում։ Այդ ուրեմն տուրերով եկողները գալիս են բնականաբար, չէ, Վրաստանում, Բաթումիում, Թբիլիսիում փորձում են բանը խինկալին, մնացած վրացական ուտեստները, հետո գալիս են Հայաստան ու բոլորը գրում են վիդեոներ են անում, որ Հայաստանի վրացական խինկալին չի հասնում։ Չի ասում։ Դե էտել իրոք ուժեղ են հայերը էլի ամեն եթե իմանայի գիտես ինչա մնում հայերը ուզենան եթե ցանկություն լինի եթե հայերը ուզենան ուժեղ պետություն սարքեն աշխարհում իրոք անմրցակից պետություն կանան սարքեն մենակ ցանկություն ազգովի փաստը ակնհայտ է Գրիգոր ջան հենց հիմա
այս տարածաշրջանում ամենաժողովրդավար երկիրը Հայաստանն է։ Համեմատած բոլոր հարևանների ապահով, նայ, ժողովրդավար, ապահով, մամուլի ազատություն, տնտեսության զարգացում, հիմա տուրի բանը, այդ ինչից խոսում ենք, այդ ռեստորանային, ասենք բանը, հոստելերի, ռեստորանային բիզնես են ասում։ Գագիկ, մեկ ռիլսեր եմ տեսնում, այդ ասենք են բանը, ինչ են ասում, հանգստի տներ, չէ, հյուրանոցներ չէ։ Հյուրատներ։ Ինչ տեղերում, ինչ են սարքել, սենց նայում ես ձորի ափին, տեղ, ասենք, նայում ես ու հավատում, միջև վերջում, որ չեմ տնում, ասենք, որ իհոք Հայաստանա չես հավատում, ասում ես, ես ինչ է, հլը, գիտես ինչ, միշտ ասում եմ 5 կյանք ա պետք, որ Իսպանիայում ամեն ինչ տեսնես, ես ստեղ իսպանացի աղջիկս գնացել է հիմա Մեքսիկա, գնացել են ամուսնուհիդ, ասում եմ, այդ ձեր տունը շինվի, ես Իսպանիայում այդքան տեն մանգալու տեղեր կայլ, բան չգտա, գնացիք հասակ Մեքսիկա, հիմա ուզում եմ ասեմ, նույնը Հայաստանում ա լինելու, ասենք այնքան տեղեր ալի արդեն կամաց բացվում գնալու, որ էլ արդեն ամառային արձակուրդներ, որ եկավ, ասենք, եթե արձակուրդ ունես, էլ կարիք չի լինելու, էլի գնաս ուրիշ տեղ, այնքան այդ Իջևան, Բիդիջան, նոյեմբեր, այդ ինչեր են սարքում մարդիկ, անծայրացիրա միտքը շինարարության մեջ էլ, էլի հայի, ասենք, մեկը հետո գիտես ինչը կա, երևի այդ վատը լավի անցել, այդ բանը, նախանձություն չասեն, գիտես ինչը, կոնկուրենցիան, չէ, որ նա ունի, ես պետք է ավելի լավ ունեմ, առողջ, շատ տեղերում դա առողջ չի, բայց վերջնականում, ես նույնիսկ գիտես ինչ եմ ասում եմ ես թալանողները, որ այդ դղյակները սարկել են, հիմա վերջում ենտես միշտ ասում էի, արավը չի վեկալելու հետը տանի այդ դղյակը, վաղ թե ուշ մնալու է, թեկուզ մեկ անցնում է տելմա միացինուտուն, հիմա իտոգում գիտես ինչ ա լինելու, բանը, ժողովուրդն ա վայելելու, ինչը որ կսենց ասեմ, թալանով սարկված է, գեղեցիկ, պալատա, եսի ինչա, բայց վերջում էլի ժողովուրդը վայելելու է այդ, էլի, հասա մնալու է ժողովրդին այդ ամեն ինչը։ Ուզում եմ ասեմ այդ առողջ մրցակցությունը վերջում ոնց էլ ուզում ալնի, վայելում է ժողովուրդը, էլի, տուրիստը գալիս է, բայց վայելում է ժողովուրդը, պետությանը, քաղաքացին է վայելում այդ ամեն ինչը։ Եվ դրանք միայն պոզիտիվ բաներ են։ Վերջում էլ Գրիգոր ջան, մի տեղեկատվություն էլ ներկայացնեմ, հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման սահմանափակումները ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրասիական տնտեսական միության խնդիրն են։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժի մեխանիզմները կաթվածահար են։ Վարչապետը զգուշացրել է, եթե խնդիրը կարճ ժամանակում չկարգավորվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի կազմաքանդման գործընթացի սկիզբը։ Էս էլ մեր պատասխանը, ոնց որ ասած, մոնղոլներին։ Մոնղոլներին։ Այս վերջի, չգիտեմ, նոր այդ նյութը տեսար, որ խոսում էր տևը, ինքը իրան, որ ծիծաղում էր ու կողքից, որ ասում է, բանից, սվոյից այդ հետո ինչ պետք է անենք, էլի լավ է ինչ պետք է անենք ու ինքը այդ կողքի նստածների դեմքերը տեսա, հա։ նայում էին ասում են էս ուրը, մտածում էին ասում են գուդայա պապալ, չէին հասկանում ինչ ա կատարվում, այսինքն դու 1 միլիոնից ավել արդեն տղամարդ ես թաղել ուկրաինական դաշտերում, հիմա ասում ես թե լավ բաներ, զբաղվում ենք, բա հիմա ինչ ենք անել։ Լավ զբաղմունք ա, բայսի որ վերջացավ։ Դու պատկերացնում ես աբսուրդը, մտածելակերպի աբսուրդը։ Ինչ աստիճանի է վերաբերվում ինքը իր ժողովրդին։ Հələ մի հատ պատկերացրու։ Ու պատկերացնենք նաև իսկական իր համար, իրանց ասելով, это просто быдло։ Всё, ուրիշ ոչ մի բան չի կարելի ասել։ Դե ուրեմն ըստ այդմ պատկերացնենք, թե ոնց են վերաբերվում այլ ժողովուրդներին։ Եվ ասենք մեր ցավալի թեման, ոնց են վերաբերվելու մերոնց։ Մեր ցավալի թեման, որ շատ ցավալի է, բայց վաղ թե ուշ ներկա ենք լինելու, էլի։ Այդ շատ վատ բաներ են լինելու։ Շատ։ Գրիգոր ջան, մեր եթերաժամը սպառվեց, բնականաբար ասելիքը շատ է, բայց դե ինչ արած, եթերային կարգապահությունն էլ ոչ ոք չի
արկելել էլի։ Ամեն Շնորհակալություն։ տեղ լավ կարգապահությունը։ Շնորհակալություն բոլորին։ Քեզ եւ ձեր խմբի բոլոր աշխատողներին, Գագիկ ջան։ Մինչ հաջորդ հանդիպում։ Մինչ Աստված հաջորդ բոլորիս շաբաթ կարծում եմ։ Շնորհակալություն։ Այո։ Դե ինչ այսքան ենք նախատեսել այսօրվա Free News-ի եթերում, եթեր գնալիք այս հաղորդման համար, հիշեցնեմ, որ Մադրիդից ինձ հետ միացել էր Գրիգոր Գրիգորյանը, ամենայն բարի ձեզ։